Մի քանի օր է ինչ համացանցում ակտիվորեն քննարկվում է երգչուհի Տաթև Ասատրյանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ունեցած համերգը։ Մենահամերգը աչքի է ընկել մի շարք հետաքրքիր դրվագներով ու գաղտնիք չէ, որ դրանցից ամենասպասվածը Նժդեհի ներկայությունն էր։ Երգչուհին Նժդեհին հատուկ բեմ է հրավիրել ու նրան նվիրված խոսքեր ասել։ Դահլիճը երեխային ընդունել է ջերմ ծափողջություններով։ Ներկայացնում ենք բացառիկ կադրերը։ Երգչուհի Տաթև Ասատրյանը այն հայհայտիներից է, ում անձի շուրջ հետաքրքրություն առաջանում է ոչ թե կապված նրա անձնական կյանքի հետ, այլ երգչուհին հնարավորինս փորձում է սոցիալական հարթակներում առօրյա եւ աշխատանքային գործունեությամբ կիսվել, իսկ անձնական ու ընտանեկան հրապարակումները մի փոքր նվազել են։ Խոսելով կարիերան քավր կատարումներով սկսելու մասին, երգչուհին պատմել էր. 2016 թվականներ մտահղացումը Նարեկինն էր, ինձ համար քավրն է համարվում պրոֆեսիոնալ ու կապ չունի, որ դա ուրիշի երգ է, իմ կոլեգաներն են, իմ ընկերներն են, ես նորմալ փող ոչ մի կլիպի վրա չեմ ծախսում։ Առաջինը Նարեկն էր երգ գրել, իմ առաջին տեսահոլովակի վրա ծախսել ենք ընդամենը 100,000 դրամ, այդքան ունեինք։ Ես ԱԼՄ-ում եմ եղել, ամենտեղ եղել եմ, ինձ ինչ հիշում եմ, երգում եմ, 4 տարեկանից երբ արդեն խոսել գիտեի, մաման ուղարկեց Դորեմի Նադյայի մոտ, հետո 5 տարեկանից գնացի Տիգրան Կարապետյանի մոտ։ Իմիջայլոց տարածվել են շատ վիդեոներ, որ ես փոքր տարիքում ԱԼՄ-ում երգում եմ կարմիր թշերով, բեղերով, տարիներն են։ Առաջին աշխատածս գումարը երգով եղել է 5,000 դրամ։ 13 տարեկան էի, քաղաքապետարանից ինձ կանչեցին, կոլեկտիվով հավաքվում էին, միջոցառում կար, որ պետք է երգեի։ Ասացին Տաթև ջան, ինչ գումար նախատեսենք, ասացի 5,000 դրամ։ Դա շատ մեծ գումար էր ինձ համար եւ այն տարիներին 5,000 դրամը արժեք էլ ուներ։ Գնացի, երգեցի, արդեն ժամը 9:30 էր։ Մամայիս էլ ասացի գնում եմ այսօր փող աշխատեմ երգելով։ Օրը վերջացավ, ասացի ես հիմա պիտի գնամ տուն, խնդրում եմ ինձ ճանապարհեք։ Ասացին գնա Տաթև ջան, հարցրի բա գումարս, ասացին դե մի օր էլ մենք քեզ պետք կգանք։ Ռեստորանից դուրս գալիս շատ տխուր, վիրավորված, քցված, խաբված էի։ Միջանցքում մտա վերարկուների սենյակ, բավականին պիջակներ կային կախված, որևիցե մի գրպանից գտա դրամապանակ, վերցրի իմ 5,000 դրամը, դրեցի հետ այդ դրամապանակը ու գնացի տուն։ Պատվի հարցեր ես մամայիս ասել էի, որ փող եմ գնում աշխատեմ, բայց ես ազնիվ եմ եղել, իմ 5,000 դրամն եմ վերցրել։ Մեր տան միակ աշխատողը ես եմ եղել, առաջին աշխատածս երգելով չի եղել։ Բերքահավաքների
տոմսերի էի գնում, լոլիկ էի հավաքում, մի դույլ էլ բերում էի տուն։ Խոսելով անձնական կյանքի ու երեխաներ ունենալու մասին, Տաթևը նշել էր. «Ժամանակ չկա հիմա, ես երեխա եմ դեռ մի քիչ, մեծանամ նոր, կլինի անպայման։ Հիմա զբաղված եմ, ինձ այդքան ժողովուրդ է սպասում, պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ, չէ։ Առաջինը ունենում ես, ասում եմ, բա երկրորդը երբ ես ունենալու, չունես, հարցնում են երբ ես ունենալու, դրա օրն էլ կգա», ընդգծել էր երգչուհին։ Իմ հասակը տարիների փորձ ունի, ամեն տարին իրեն պատմություն ունի, խոշոր դեմքից ամեն ծալքնիր դառնունի, ձերության դեմ ոչ ոք ոչ մի չարչունի, խոշոր դեմքից ամեն ծալքնիր դառնունի, ձերության դեմ ոչ ոք ոչ մի չարչունի։ Մանկությունից անցա երկար ճանապարհ, դպրոցում եւ խելագար, դաժան դեմքից ամեն դեպիկ գուճար, մի խոսացնեք ես գդառնամ խելագար, դաժան դեմքից ամեն ծառին դառնունի, մի խոսացնեք ես գդառնամ Ձյաձ Արտուր, Աջա, չերքենք, երկենք։ դե լա մաժորից չարգա, գնացինք։ Ղարաբաղի զմրուխտ հավքերի մծանոտ, յարիս բարև տարեք հենց այս առավոտ, գեղեցկուհուն են մեր լոր հասարերի, աչքս շամփի սիրտս կարոտի մյարի, գեղեցկուհուն են մեր լոր հասարերի, աչքս շամփին սիրտս կարոտի մյարի, բարև տարեք, կյանքս տարեք իմ յարին, Ղարաբաղի զմրուխտ հավքեր, կյանքս տարեք իմ յարին, բարև տարեք, կյանքս տարեք իմ յարին, Ղարաբաղի զմրուխտ հավքեր, կյանքս տարեք իմ յարին։ Խաբար տարեք։ Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ ծնվել ես միայն ինձ համար, Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ ծնվել ես միայն ինձ համար, ինձ պես սև ու հես սիրուն յար ունես, Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդ ունես, ինձ սև ու հես ջահել յար ունես, Երևանի սիրուն
Ողջի